Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում մենության մեջ պատմիչները մեր վշտահար մեղմ կանթեղի լույսով անշեջ մի նշխարով, մի կում ջրով ու ճգնությամբ գիշերն անքուն պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա գունեղ։ Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած, գուսաները մեր խանդավառ առջևները գինի և հաց, վիպերգեցին հաղթանակը դյուցազների մեր մեծազոր, և ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր։ Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի, վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի, տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին, հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած թուր կայծակին։ Հրաշք է ասես, կանգնած տիրաբար այս կանաչ հովտում։ Հավատացյալի մի սուրբ երկյուղով կանգնած ենք մենք ու նայում ենք մեր շուրջը։ Բարձր գմբեթի քիվերին աղավնիներն են, ու կգա մեկը ու հարց կհնչի. Դուք հավատում եք։ Մենք էլի պատասխան կասենք. Հավատում ենք հարության տաղին, այս ճարտարակերտ կանաչ հովտի մեջ տիրաբար կանգնած հրաշք տաճարին։ Մենք հավատում ենք տաճարն այս կերտող մեր ժողովրդին։ Հետևորդներ, գտնվում ենք Բարաբաթում գյուղում, այսօր մայիսի 24-ն է 2026 թվականը և վերջապես վերաօծվեց և վերաբացվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը 17-րդ դարի կառույց է։ Եկեղեցու բակում հանդիպել ենք Դավիթ Դանելյանին, հիմա մի քիչ կխոսենք եկեղեցու վերաօծման մասին, նախաձեռնության մասին, ինչպես այս ամենը ստացվեց։ Գյուղի բնակիչները որոշեցին դիմել հուշարձանների պահպանության ծառայությանը, չեմ թաքցնի նաև օգտվելով իմ պատգամավորական լիազորություններից եւ հաշվի առնելով, որ ծառայությունում ղեկավար կազմում իմ ընկերներն են, դիմեցինք եւ որոշեցինք, որ համատեղ ուժերով պետքա վերակառուցենք եկեղեցին, պայմանավորվեցինք, որ փողակի միջոցներով ամբողջովին կվերակառուցենք եկեղեցին, գյուղի բնակիչների միջոցով ասֆալտապարզենք շրջակա տարածքը, կառուցենք ետևում կիսակառույց այգի, որը շուտով կավարտվի, կլուսավորենք եւ ինչ հնարավոր նաեւ գյուղի բնակիչները իրենց կողմից կանեն եւ 5 տարի անց, ինչպես տեսնում եք, այդ ամենը իրականություն է դարձել։ Հրաշալի է, քանի որ գիտենք, որ գյուղացիները շատ հավատքով են եւ սա եւս մեկ հնարավորություն է, որպեսզի կապը առաստված լինի ավելի ամուր, ավելի հավատքով, նման նախաձեռնություններ շատ լինեն մեր Սյունիքի մարզում, քանի որ հուսանք ասում ենք անչափ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ մասնակցության։ Սիրելի հետևորդներ, հանդիպել ենք նաև Նարեկ Բաբայանին, ով սերված է հենց այս գյուղից։ Նարեկ, կարող ես ասել, ինչպիսի նշանակալի օր է այսօր գյուղացու համար հատկապես։ Շատ կարևոր իրադարձություն է բարաբաթությունների եւ նաեւ Կապանի համայնքի բնակիչների համար։ Ես դեռ շատ փոքր տարեկից ապրել եմ Բարաբաթում, ծնվել եմ ապրել եմ Բարաբաթում եւ Բարաբաթումի եկեղեցու խնդիրը, վերակառուցման, վերականգնման խնդիրը միշտեղ էլ է բոլոր բարաբաթումցիների օրակարգային խնդիր։ Տարբեր ճանապարհներով, տարբեր եղանակներով փորձ է արվել եկեղեցին մասնակի վերանորոգել, վերականգնել, բայց չի ստացվել եւ Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով, պարոն Դանելյանի ջանքերով ասանք նրան, որ Կրթության գիտության նախարարության ֆինանսավորմամբ Բարաբաթումի եկեղեցին վերականգնվեց եւ այսօր վերաօծվեց, որը որ նորից եմ կրկնում բոլոր բարաբաթումցիների համար շատ կարեւոր, շատ հոգուց բխող օր է եւ կարծում եմ այս օրը հետագայում նաեւ դառնալու է Բարաբաթումում նշվող եւ Բարաբաթումի պատմության մեջ շատ կարեւոր տեղ գտնող օր։
Շնորհավորում ենք մեզ բոլորիս հերթական հավատքի կենտրոնը ունենալու համար։ Ես եմ շնորհակալ, շնորհավոր բոլորիս։ Ինչ տպավորություններ ունեք Շատ մեծ այսօր։ տպավորություն ունեմ, շատ մեծ, շատ ուրախ եմ։ Քանի տարի է որ չէր գործում եկեղեցի։ Ահագին, ես 70 տարեկան կինեմ չկար, իսկ հիմա նոր կա։ Այն տարիներին չկար, բանի են վերածել, խոտ էին պահում չեմ ամանացուների համար, իսկ հիմա շատ գոհ եմ։ Շատ շնորհակալություն բարեգործ մարդկանցից, որ եկեղեցին վերականգնվեց։